Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների սկզբում Արմավիրի փոխմարզպետն է գնացել դպրոց, սակայն չի կարողացել ճնշել Սմբատյանին։ Դրանից հետո մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել, կամ հեռացնում է դրոշը, կամ ինքն է հեռանում։ Սմբատյանը փաստորեն երկրորդ ճանապարհն է ընտրել։ Նա գրառում է արել Facebook-յան էջում շեշտելով «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը հավերժ»։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ եւ ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դնում մեր սաների հոգեվոր եւ հայրենասիրական արժեքները։ Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ։ Այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն եւ պատգամ, գրված մերօրյա հերոսների ձեռքով։ Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատացել է։ Նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանյան Նաիրի հիվանդանոց։ 18-ամյա Դավիթը սովորում է Ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Այսօր հայտնի էր դարձել, որ Դավիթին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են Աբովյան քրեակատարողական, նրա դպրոցական կրթության անընդհատության ապահովման նպատակով։ Նշեմ, որ ավելի վաղ Դավիթի մայրը բաց նամակ էր գրել դատարանին, խնդրելով հնարավորություն տալ որդուն հիմնական դատալսումներին սպասել տանը։ Մայրը հայտնել էր, որ որդին ունի առողջական խնդիրներ, ինքը մասնագիտությամբ բժիշկ է եւ 4 տարեկանից ամենօրյա ռեժիմով հոգ է տանում որդու առողջության մասին։ Առողջական մի շարք խնդիրներից զատ Դավիթն ունի նաեւ դեղորայքային եւ սննդային ալերգիաներ։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին պատասխանելով թրիփի վերաբերյալ Թեհրանի հնարավոր մտահոգությունների մասին հարցին, շեշտել է, թե իրենք չեն ցանկանում նախապես դիրքորոշում հայտնել կամ եզրակացություններ անել։ Այդ հարցի վերաբերյալ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր տեղափոխելու եւ Իրանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ مسیر ریلی رو برای آینده بتونیم برنامه‌ریزی بکنیم. Ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ մենք խոսել ենք նաև ապաշրջափակման թեմայի մասին, հյուսիս-հարավը ուղու Սև ծով այդ եւ Պարսից ծոց այդ կապելու միմյանց կապելու վերաբերյալ نگرانی ما خب بارها مطرح شده، اونم این هستش که این طرح اگر قرار هست با حضور ایالات متحده آمریکا انجام بشود نباید هیچ گونه ابعاد امنیتی یا فراتر از اون پیدا بکنه. این رو با مقامات ارمنستان در گفتگو بودیم و هستیم که در واقع این ظرفیت اگه قرار شد در آینده انجام بشه هیچ گونه مشکلی در اون ابعاد ایجاد نکنه. Եվ մենք մեր անհանգստությունները նաև հայտնել ենք, որ այս կապակցությամբ որևիցե անվտանգային բնույթի հարցեր այս ուղղությամբ չառաջանան։ Դեսպանը նաև շեշտել է, որ հաշվի առնելով օդային տարածքի փակ լինելը եւ ներկա պահին թռիչքների բացակայությունը Իրանի հազարավոր քաղաքացիներ հայրենիք հասնելու համար Հայաստան են ժամանել։ Շիրղոլամին Իրանի դեսպանատան հարակից այգում Եղևնի է տնկել ի նշան երկու ժողովուրդների՝ հայերի եւ իրանցիների բարեկամության։ امیدواریم که این درخت Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի առանձին համակցված բանակի ստորաբաժանումները մեկնել են Թուրքիա, մասնակցելու Հեյդար Ալիև 2026 զորավարժանքին։ Նշվում է, որ Թուրքիայի 5-րդ սահմանապահ բրիգադի հրամանատարության անձնակազմը հանդիպել է ադրբեջանցի զինծառայողների հետ Ումիդ կամրջի մոտ, որտեղ տեղի է ունեցել դրոշների փոխանակման արարողություն։ Զորավարժությունների պլանի համաձայն մարտական գործողությունները կանցկացվեն տարբեր պայմաններում, ինչպես նաև հատուկ առաջադրանքներում։ Պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքում, առավել հայտնի Պաշտպանության նախարարության զորավարժարանում։ Կան 1 զոհ եւ 1 վիրավոր։ Ըստ տեղեկությունների պայթյունի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները։ 3 ժամը 23-ին մոտ Կոտայքի մարզում Չարենցավան Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել են Mercedes-Benz մակնիշի 2 ավտոմեքենա։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը եւ 4 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։